ավանդաբար կապի ստուգում, մինչև ինչ-որ բան ասել է, համոզվենք, որ ամեն ինչ լավ է, որ մեզ տեսնում և լսում են, սիրում եմ ասել, կալորիաներ անիմաստ չծախսենք, մինչև էներգիայի խնայողություն։ Վերջ, և տեսնում են, և լսում են, ինչը նշանակում է, որ կարող ենք աշխատել, հարմարվում ենք, հարազատները կասեն մեջ կձիկ, չէ, տանեցիները, այդպես տանեցիներն են միայն ասում, մեջ կձիկ, մեջ կուղիղ։ Հրաշալի է, ողջունում ենք մեր բոլոր հետևորդներին, ավանդաբար դուք արդեն գիտեք, որ մենք յուրաքանչյուր ամիս հանդիպում ենք մեկ անգամ ուղիղ եթերում քննարկելու հարցեր, որոնք ուղղակի կամ անուղղակիորեն անդրադառնում են երեխաներին, նրանց առողջությանը, նրանց զարգացմանը, դաստիարակությանը, հոգեբանությանը, եւ հերթական հանդիպումը մեր չի ուշացել, հակառակը մի քանի օր էլ շուտ է տեղի ունենում, եւ այսօր մենք հյուրընկալել ենք Մուրացան համալսարանական հիվանդանոցային համալիրի մանկական եւ մեծահասակների էնդոկրինոլոգ Երևանի պետական բժշկական համալսարանի դասախոս Իրինա Մուրադյանին։ Շնորհակալ եմ շատ, հարգելի Իրինա, մեր հրավերը չմերժելու համար։ Ինչպես մեր զրույցին նախորդող, առաջին քննարկման ժամանակ անոնսեցի, մենք դեռահասների, երեխաների տարբեր, այսպես ասենք, նրանց թեմային տարբեր կողմերից մոտեցել ենք, բայց հանկարծ նկատեցինք, որ հորմոնները որպես առանձին թեմա եւ առանձին քննարկում այդպես էլ չի եղել։ Մենք խոսել ենք սեռահասունացման մասին, մենք խոսել ենք ատիպի շաքարային դիաբետի մասին, ճարպակալման մասին, աճի հորմոնի մասին, այսպես տարբեր կոնտեքստներում, բայց որպես այդպիսին հորմոնը գլխավոր դերում դեռ չենք ունեցել, համարեցինք, որ դա ճիշտ է, որովհետեւ կարծես միայն այդ բառը չգիտեմ ինչպես է ստացվել, կխնդրեմ, որպեսզի երևի հենց առաջին հարցով դուք դա պարզաբանեք, մի տեսակ բացասական, բավականին նեգատիվ background ունի, ասում ենք հորմոն ու միանգամից ինչ-որ, եթե պրեպարատ է, որի մեջ կա հորմոն, մի քիչ վախով ենք մոտենում, եթե որևէ հիվանդություն խնդիր է, որտեղ հորմոն բառը ներառված է, ծնողներիս համար հնչում է իբրև դատավճիռ, ինչու է այսքան վատ համբավ ձեռք բերել հորմոն հասկացությունը։ Նախ շնորհակալություն, որ տվեցիք այս հնարավորությունը սենց թեմայով քննարկում լայն հանրության համար կազմակերպելու համար, որովհետև մենք այս գործը անում ենք ամեն օր մեր աշխատասենյակում անընդհատ բացատրելով, խոսելով, քննարկելով, հենց բոլոր այդ մտավախությունները ցրելով ու բարդ բաներին բարդ բացատրություններ տալով։ Բնականաբար նման միջոցառումները իհարկե կօգնեն, որ այս ավելի հասանելի ու ավելի հեշտ ընկալելի դառնան։ Ինքնին էնդոկրինոլոգիան հենց գիտությունն է, որ զբաղվում է հորմոնների աշխատանքը ուսումնասիրելով եւ երբ որ պետք է միջամտել։ Մասնավորապես երեխաների մոտ այդ միջամտությունները այդքան հաճախ պետք է չի անել իրականում։ Ավելի շուտ պետք է հետևել, հսկել եւ կարմիր դրոշակները հայտնաբերել, հետո նոր իրանց միջամտել։ Այսինքն, երբ որ մենք քննարկում ենք հորմոնալ շեղումների երեխաների մոտ, դրանք անպայման չի, որ միշտ պետք է բուժել ինչ-որ ակտիվ, ագրեսիվ միջոցառումներով։ Հետևաբար մեր հորմոնների հանդեպ վերաբերմունքը իհարկե միշտ պետք է լինի դրական, որովհետև իրանք մեր շարժիչ ուժն են։ Նրանք են կառավարում ամբողջ մեր օրգանիզմի ճիշտ նյութափոխանակությունը, ճիշտ աշխատանքը։ Մենք սիրում ենք ասել, որ մեր գեղձերը, որոնք որ հենց արտադրում են հորմոններ, դրանք կառավարվում են ուղեղի կողմից եւ հենց օրգանիզմի դիրիժորն են, որոնք որ կառավարում են ամեն ինչ, մեր տրամադրությունը, մեր սեռական հորմոնների արտադրությունը, մեր նյութափոխանակությունը, այսինքն թե մենք ինչպես ենք մեզ զգում, ինչքանով ենք աշխատունակ, ինչքանով ենք կարողանում կենտրոնանալ մի առաջադրանքի վրա։ Բոլորը միայն իհարկե հորմոնները չեն դեր խաղում, բայց բոլորի կարգավորման մեջ հորմոնների դերը միանշանակ կա։ Դրա համար նրանք ոչ միայն մեր թշնամին չեն, այլ նաև մեր շարժող ուժն են։ Ու ձեր խոսքից նաև հասկանում եմ, որ բոլոր դեպքերում չէ, երբ կա որևէ հարց կամ խնդիր դրանց հետ կապված, պետք է միանգամից փնտրել բուժում, փնտրել լուծում, եւ երևի թե հենց այստեղ էլ այդ գաղտնիքն է, որովհետեւ մեզ թվում է, որ եթե կա հորմոնների հետ կապված որևէ հարց կամ խնդիր, ուրեմն պետք է միանգամից անցնել դեղորայքային բուժման, հետազոտությունների մի ամբողջ փուլ անցնել, բայց ես առաջարկում եմ այդ դեպքում բաժանել խմբերի, ըստ տարիքների գանք եւ գուցե այդպես մեզ համար ավելի པարզ կլինի, թե որ դեպքում է իսկապես մեզ պետք անհապաղ գործել եւ որ դեպքերում պարզապես
իմանալ, որ նման խնդիր կա եւ լինել հետամուտ, իսկ որ դեպքերում ապրել հանգիստ եւ չմտահոգվել գոնե այս թեմայով։ Սկսենք նորացնային եւ վաղ մանկական տարիքից, երբ երեխան ծնվում է, փայլուն, կարևոր, սպասված իրադարձություն շատ ընտանիքներում կա որևէ հարց կամ խնդիր հորմոնների հետ կապված, որը պետք է հենց կյանքի այդ փուլում ուսումնասիրել, բացահայտել ու հասկանալ։ Ցավոք սրտի հորմոնալ էնդոկրին խնդիրները իհարկե կարող են նաև լինել բնածին, սրանք հիմնականում գենետիկ հիվանդություններն են ու հենց կյանքի առաջին օրերից սկսած կարող են ի հայտ գալ տարբեր ախտանշաններ, որոնց վրա որ ուշադրություն կդարձնի անպայման հենց ամենաառաջին օրերից հենց ծննդատան բժիշկները ուշադրություն կդարձնեն, բայց նաև կարող են նրանք ի հայտ գալ տուն գնալուց հետո, այսինքն շատ կարևոր է, որպեսզի այս ախտանշանները հայտնի լինեն բոլորին։ Եվ հենց այն նպատակով, որպեսզի այս հիվանդությունները, որոնք որ բնածին են, որպեսզի իրանց միջից ամենավտանգավորները թաքուն չընթանան ու ինչ որ պահի շատ լուրջ վտանգի տակ չդնեն նորածնին, երեխային, գոյություն ունեն սկրինինգային հետազոտություններ։ Սկրինինգային հետազոտությունների բուն իմաստը այն է, որ պետք չի սпасել ինչ որ պացիենտների խմբի մոտ ախտանիշների դրսևորմանը, այլ ուղղակի բոլորին պետք է ստուգել։ Եվ անգամ եթե կասկած չկա, եթե անգամ մեր պացիենտների շրջանում ցենց հայտնի խոսք ասում, դե մեր ընտանիքում չկար տենց դեպք, կապ չունի, եթե անգամ ընտանիքում չկա, եթե երեխան թվում է թե լրիվ առողջ է ծնվել, անկախ դրանից մեկ այս սկրինինգները կատարվում են։ Ու հենց այս սկրինինգների ամբողջ իմաստը այն է, որ շուտ հայտնաբերվի, բուժումը հնարավորինս շուտ սկսվի ու բարդությունները կանխարգելվեն։ Ու սկրինինգային հետազոտությունները աշխարհում շատ տարբեր կարող են լինել։ Ամեն երկրում գիտնականները դնում մտածում են, թե այս հենց մեր երկրի համար որ հիվանդությունները կարող են առավել շատ լինել, տարածված, ու որ հիվանդությունները ունեն կոնկրետ բուժում կամ կառավարում, որպեսզի իմաստ ունենա, որովհետև եթե մենք հիվանդությունը հայտնաբերել ենք, մենք նաև պետք է առաջարկենք լուծում։ Կոնկրետ Հայաստանում մենք ունենք երկու էնդոկրին հիվանդություն, որոնք որ ստուգվում են հենց ծննդատանը, հենց սկրինինգային հետազոտության միջոցով։ Ենթադրաբար մեկը հիպոթիրեոզն է, այո, իսկ մյուսը ադրենոգենիտալ համախտանիշն է, սա մանրամասն կպատմեմ։ Լավ։ Ադրենոգենիտալ համախտանիշի սկրինինգը համեմատած ավելի նոր է, կատարվում է արդեն 2 տարի, սկզբում սկսեցինք միայն Երևանում, հետո ամբողջ Հայաստանով արդեն կատարում ենք նորածնային ադրենոգենիտալ համախտանիշի սկրինինգ։ Եվ ինչ հիվանդություն է դա, ուրեմն մակերիկամների, կեղևի, բնածին հիպերպլազիա կամ դիսֆունկցիա։ Ուրեմն մակերիկամները դրանք շատ լուրջ գեղձեր են, որոնք որ գտնվում են երիկամի վրա, դրա համար մակերիկամ են։ Իրանք շատ լուրջ են, որովհետև իրանք արտադրում են այնպիսի հորմոններ, որոնք որ մեր կյանքն են ապահովում։ Դա կորտիզոլն է, ալդոստերոնն է, անգամ ադրենալինը, նորադրենալինը, բոլորը հենց այնտեղ են արտադրվում ու իրանք են ապահովում, որ մենք ունենք նորմալ ճնշում, մենք կարողանում ենք ապրել։ Եվ պատկերացրեք ինչ կլինի, եթե նորածինը ունենա այդ հիվանդությունը ու դրա մասին չիմանա։ Բնականաբար նորածնային մահացությունը բարձր կլինի այդ երկրում, վտանգավոր ելքերը շատ կլինեն ու մենք շատ ուրախ ենք, որ արդեն ներդրվել է ու Հայաստանում կատարում ենք այդ սկրինինգը։ Եվ հիպոթիրեոզը, իրենից ինչ է ներկայացնում։ Հիպոթիրոզ բառը ինքնին նշանակում է, որ վահանաձև գեղձը մի քիչ վատ է աշխատում, իր հորմոնները քիչ է արտադրում։ Բնածին հիպոթիրոզը, երբ որ այդ վիճակը հենց ծնվելուց առկա է։ Բնածին հիպոթիրոզի հիմնական պատճառները կարող լինեն գենետիկ խնդիրներ, որոշակի մուտացիաներ, ինչպես նաև հղիության ընթացքում մայրիկի մոտ առկա հիվանդությունները կամ մայրիկի ընդունած դեղորայքը։ Այս բնածին հիպոթիրոզը կարող լինի նաև անցողիկ, այսինքն այն ինչ որ մի բանի անունը բնածին է, անպայման չի ամբողջ կյանքի ընթացքում լինի։ Լինում է նաև անցողիկ տեսակները։ Բնածին հիպոթիրոզի ախտորոշման համար որոշում են, այսինքն ախտորոշման չէ, սկրինինգի համար որոշում են այն հայտնի հորմոնը TSH, թիրոտրոփխթանիչ, ՏՏԳ հորմոնը։ Երբեմն շատ հազվադեպ լինում է, որ մենակ այդ հորմոնը բավարար չի։ Պետք է ավելացնել նաև ազատ T4 հորմոնը եւ ավելի համապարփակ հետազոտել։ Եթե նորածինը օրինակ սկրինինգով անցել է, բացասական է եկել պատասխանը, բայց բժիշկները դիտում են, որ ամեն դեպքում այս երեխան ունի նշանները, այդ դեպքում ավելի ծավալուն հետազոտություն անհրաժեշտ կլինի, բայց իհարկե ստատիստիկորեն ու հանրային առողջապահության տեսանկյունից բնականաբար սկրինինգները դրանք կյանք փրկող գործիքներ են ու կարողանում են հայտնաբերել հենց այս տիպի հիվանդությունները
որպեսզի հետագայում այդ երեխան առողջ մանկություն ունենա։ Փոստորեն ձեր խոսքից հասկացա, որ ըստ էության սկրինինգով հայտնագործում ենք այն հիվանդությունները, որոնց դեմ պայքարի միջոցները մենք գիտենք, հասանելի են մեր երկրում, այսինքն եթե որևէ նորածնի վերը թվարկած երկու հիվանդություններից, խնդիրներից որևէ մեկը ախտորոշվեց, ուրեմն գործողությունները ըստ պատշաճի համապատասխան ժամկետներում սկսվելու են։ Անպայման։ Ու բարդություններ չի ունենա։ Ու բարդություններ չի ունենա գլխավորապես։ Դե ոնց հասկանում եմ առասարակ, սկրինինգի գաղափարն էլ հենց դա է, որպեսզի վաղ հայտնաբերում լինի եւ ըստ այդմ նաեւ համարժեք գործողություններ, բայց ես իսկապես ինձ համար մի քիչ նորություն կարծես ընչեց այն, որ սկրինինգի ծրագրում ներառվում են այն խնդիրները, որոնց լուծումները քո երկրի առողջապահական համակարգին հասանելի են։ Հրաշալի է։ Եթե նորածնային շրջանում, վաղ մանկական տարիքում նույն սկրինինգը կամ հետագա առաջիկա ամիսների ընթացքում վերը բերված երկու հիվանդություններից, խնդիրներից որևէ մեկը չի ախտորոշվում կամ սկրինինգի պատասխանները, ասում են, որ ամեն ինչ լավ է, արդյոք սա նշանակում է, որ ծնողը այս հիվանդությունների համատեքստում կարող է հանգիստ լինել վստահ, որ վերջ նորածնային հասակում չհայտնաբերվեցին, նշանակում է հետո էլ դրանք չեն լինի։ Ցավոք սրտի ոչ սկրինինգային, ոչ մի այլ հետազոտություն չի կարող կանխորոշել ապագան եւ ցավոք սրտի այս հիվանդությունները կարող են ի հայտ գալ կամ դրսևորվել հետագա կյանքում եւս։ Այսինքն եթե արեցինք սկրինինգային հետազոտություն, կարող ենք ասել հանգիստ խղճով, որ այս պահին այդ հիվանդությունը չկա կամ առնվազն դրա բնածին տեսակը չկա, բայց նաև լինում են այլ տեսակներ, որոնք որ կյանքի ընթացքում կարող են առաջանալ։ Բայց մի բան էլ բնածին հիպոթիրոզի հետ կապված ուզում եմ նշել, որ բնածին հիպոթիրոզը, այսինքն վահանաձև գեղձի հորմոնների պակասը շատ լուրջ կարող է անդրադառնալ երեխայի վրա, եթե վաղաժամ չբուժվի, այսինքն եթե բուժումը շղթվի կամ եթե հենց ախտորոշումը շղթվի, մերժվի խնամակալի կողմից կամ առհասարակ ինչ-որ մի սխալ տեղի ունենա ու չբուժվի, եթե պետք է բուժել, ապա շատ լուրջ հետևանքներ կարող է ունենալ, որովհետև վահանաձև գեղձի հորմոնները իրանք շատ կարևոր են դեռ ներարգանդային կյանքից սկսած ու ապահովում են երեխայի ֆիզիկական եւ ինտելեկտուալ զարգացումը։ Այսինքն եթե ունենա մշտական վահանաձև գեղձի հորմոնների դեֆիցիտ, անբավարարություն, ապա եւ ֆիզիկական զարգացումը եւ մտավոր զարգացումը խիստ կտուժի։ Տուժելու են, հասկանալի է։ Դուք նշեցիք, որ կան այնուամենայնիվ մի խումբ ախտանշաններ, որոնք ճանաչել պետք է, որովհետև միայն այնպես չի, որ հիվանդանոցում պիտի բժիշկը որևէ բան կասկածի կամ միայն սկրինինգը չէ, որ այսպես դրանով սկսվում եւ ավարտվում է ամեն ինչ։ Ինչ ախտանշանների մասին եք խոսում, եթե խոսում ենք նորածինների ու վաղ մանկական տարիքի երեխաների մասին։ Իհարկե պետք է հասկանալ, որ տարբեր օրգան համակարգերում կանան լինեն այդ առանձնահատկությունները եւ հերթով սենց գնանք։ Ամենանորածիններին բնորոշ վատ նշաններից մեկը քաշ չհավաքելն է կամ հակառակը քաշի կորուստն է։ Անզուսպ փսխումները, բազմակի փսխումները, դրանք շատ վտանգավոր են նորածնի համար։ Նաև եթե մենք խոսում ենք մակերիկամների մասին ու իմ ասած հիվանդության ադրենոգենտալ համախտանիշի մասին, այստեղ մի յուրահատկություն, առանձնահատկություն կա, որ նաև լինում է սեռական օրգանների զարգացման անոմալիաներ։ Տեղի է ունենում արական հորմոնների գերարտադրություն եւ աղջիկների եւ տղաների դեպքում։ Տղաների դեպքում դա կդրսևորվի սեռական օրգանների շատ արտահայտվածությամբ, մքացվածությամբ չափերի մեծացմամբ։ Աղջիկների դեպքում անգամ լինում է սեռի գրանցման սխալներ, որովհետեւ սեռական օրգանները զարգացած են լինում շատ արական տիպի, թեպետ երեխան գենետիկորեն աղջիկ է։ Այսինքն սեռական օրգանների անոմալիաները եւս խոսում են էնդոկրին հիվանդությունների հավանականության մասին։ Այդ մակերիկամների մասին, ինչպես նաև լինում է մաշկի հիպերպիգմենտ, այսինքն մաշկի մքացում, հատկապես ծալքերի շրջանում ու ընդհանուր մաշկի մուք լինելը, բայց դա մի քիչ սուբյեկտիվ է, որովհետև երբեմն լինում են ընտանիքի անդամներից օրինակ հայրիկը կամ մայրիկը մի քիչ թուխ են լինում, ասում են լավ, երևի նորածիններ է թող, բայց երբ որ բուժումը սկսում ենք ու տեսնում ենք ինչքան է երեխայի բույնը փոխվում, ասում են հա ուրեմն այսպես պիտի լիներ, փաստորեն։ Այս բոլոր մակերիկամների հետ էր կապված, մյուս օրինակ հիպոթիրոզ, այսինքն վահանաձև գեղձի հիվանդության հետ կապված կլինի այտուցվածությունը երեխայի ընդհանուր լեզվի չափերով մեծացումը կլինի էլի քաշի դժվարությունը, ավելի պասիվությունը,
նկատի քաշի ավելացման դժվարություն դինամիկայի տեսանկյունից, ընդհանուր այտուցված է երեխան լինում, լեզուն մեծ է լինում, пассив է լինում, քնկոտ է լինում, այսինքն իհարկե շատ դժվար է դա միանգամից նկատել, որովհետեւ իդենտիֆիկացնել ու կարելի է նաև շփոթել այլ ըստ էության դրսևորումների հետ, այլ հիվանդություններ պատճառ բերել որպես Մյուս բանը էնդոկրին տեսանկյունից կարող լինեն ցածր շաքարի համախտանիշները, հիպոգլիկեմիաները, որի ժամանակ երեխայի մոտ կարող են դիտվել ցնցումներ, այսինքն մարդկանց հայտնի են երևի էպիլեպտիկ ցնցումների նման ցնցումները, որոնք որ կարող լինեն ոչ թե էպիլեպսիայի նշան, այլ ցածր շաքարի հիպոգլիկեմիայի նշան։ Մյուսը հակառակը, երբ որ շաքարը կարա բարձր լինի, դա շատ հազվադեպ հանդիպող բնածին նեոնատալ, այսինքն նեոնատալ շաքարային դիաբետի մասն է խոսքը, շատ հազվադեպ է հանդիպում, պետք չի խառնել ոչ այն տիպի, ոչ թե մեծերի դիաբետի հետ, լրիվ յուրահատուկ դիաբետ է, այդ ժամանակ հակառակը կլինի հաճախամիզություն, դեռ շատ փոքրիկ ժամանակ դժվար թե զգան, որ շատ ջուր է ուզում խմի, բայց նաև շատ ախմություն, էլի քաշի կորուստ եւ քաշի ավելացման դժվարություն։ Ինչ հետաքրքիր է, փաստորեն այն հանգամանքը, որ երեխայի կյանքի առաջին շաբաթների ընթացքում, տնային այցեր են լինում մանկաբույժների կողմից, ես նկատել եմ նաև իմ, ծանոթների, ընկերների օրինակներով, որ երբեմն այդ այցերն ու այդ հանդիպումները այդքան էլ սրտացավորեն կամ հետևողական չեն ծնողները լինում, հատկապես նրանք, ովքեր վստահ են, որ ամեն ինչ լավ է։ Եվ կարող են ականջի հետև գցել, բացակայել, ասենք օրինակ նորածնի հետ տանից կամ քաղաքից, ու այսպիսի բաներ, բայց հիմա ես լսում եմ ձեզ ու հասկանում եմ, որ ինչքան նուրբ բաներ կան, որոնք ծնողը կարող է շփոթել այլ դրսևորումների հետ, կարող է պարզապես չնկատել, այնինչ այդ առաջին հանդիպումները տանը, հատկապես մանկաբույժի տնայցերի ժամանակ ինչքան կարևոր են որոշ խնդիրներ նկատելու կամ գոնե ահազանգելու համար։ Ուղղակի որ մի քիչ մարդիկ չվախենան շատ, որովհետև իսկապես մուգ գույներով ներկվեց այս պատկերը։ Ուղղակի ուզում եմ ասել, որ այս հիվանդությունները բավականին հազվադեպ են հանդիպում, այո։ Ու հիմնականում հենց կյանքի առաջին օրերին դրսևորվում են ու այդ ընթացքում ճիշտ բժիշկները ճիշտ ուղղորդում են։ Հասկանալի է։ Չէ, բայց շատ կարևոր է իհարկե սրա մասին խոսել, զուտ նաև նրա պատճառով, որ միգուցե մենք հիմա խոսում ենք էնդոկրինոլոգիական խնդիրների համատեքստում, բայց հազար ու մի այլ բան կարող է լինել եւ հետեւաբար առաջին հանդիպումները, այցերը բաց թողնել իհարկե չի կարելի եւ հարկավոր է նաև շատ զգայուն եւ ուշադիր լինել ցանկացած երևույթի ու դրսևորման նկատմամբ, որը պահի տակ թվում է մի քիչ անորոշ ու անհասկանալի։ Հիմա նորածնային շրջանից տեղափոխվենք նախադպրոցական փուլ, եւ հետաքրքիր մի բան կա, որ եթե նորածինը նոր է հայտնվել քո կյանքում եւ դու համեմատելու բան չունես, նրան չես կարող համեմատել իր ավակ քրոջ կամ եղբոր հետ, դու ունես նրան, որը ընդամենը մի քանի օրական է։ Ապա նախադպրոցական փուլում դու արդեն ունես հնարավորություն համեմատելու նրան 1 տարի, 2 տարի առաջ, ինչպիսին էր ու ինչպիսին է այսօր։ Կան արդյոք փոփոխություններ, որոնք ի հայտ են գալիս նախադպրոցական փուլում եւ որոնք երբեմն հեշտ է վերագրել, ասենք օրինակ սննդին, ակտիվությանը կամ пассивությանը, այսինքն շփոթեցնող հանգամանքներն էլ շատ են, բայց ունենալով այն հանգամանքը, թե դու ինչպիսին ես ճանաչել քո երեխային մինչև այսօր եւ ինչպիսին են այսօր, կարող ես այդ ահազանգերը լսել ու հասկանալ, որ մեկ անգամ գոնե խորհրդակցել պետք է։ Տարբեր հիվանդությունների ժամանակ հենց նախադպրոցական տարիքի երեխաների մոտ կարող է առաջինը տուժել աճը, այսինքն եթե ծնողները նկատում են, օրինակ իմ կոնսուլտացիաների ժամանակ մենք հաճախ քննարկում ենք մի հարց, արդյոք ծնողները ամեն տարի անպայման պետք է նոր չափսի շորեր առնեն, նոր չափսի կոշիկ գնեն երեխայի համար, թե չէ, որովհետև դա աճի ամենալավ ակնառուցիչներից է։ Երեխան մեծանում է։ Դու ամեն տարի, ամեն սեզոն նոր կոշիկ, նոր հագուստ ես։ Մոդայի մասին չի խոսքը, բայց եթե չափսը չի փոխվում, դա որոշակի կարմիր դրոշակ է, որովհետև բավականին նկատելի պետք է լինի աճը։ Հետո, եթե երեխայի մոտ կտրուկ փոփոխություններ են լինում, օրինակ, սկսում է կտրուկ բծխումներ բազմակի, եթե սկսում է քաշի կտրուկ կորուստ, եթե սկսում է շատախմություն, հաճախամիզություն, ծարավի ու քաղցի անհակ զգացողություն, դրանք կարմիր դրոշակներն են, որ պարտադիր պետք է դիմել բժշկի։
երբեմն կարող են ծնողները վերագրել օրինակ միզուղիների բորբոքմանը կամ ասեն դե լավ երևի մի քիչ մրցել է, բայց եթե կա հաճախամիզություն եւ ծարավի անհագ զգացողություն, մի հատ էլ քաշի կորուստ եթե հետնել կա, պարտադիր շտապ կդիմել բժշկի։ Ինչ ժամանակահատվածի մասին ենք խոսում, այսինքն դա եթե նկատում ես 3 օր, 5 օր, 10 օր, ինչքան ժամանակ։ Եթե խոսում ենք հենց կոնկրետ շաքարային դիաբետի հնարավոր արտադրության մասին, ինչքան շուտ այնքան լավ։ Այսինքն եթե վերը թվարկած ախտանշանները մենք տեսնում ենք, սпасել տեսնել թե ինչպես կավարտվի, իմաստ չունի։ Նկատեցինք, ուրեմն ցանկալի է նախ մանկաբուժին, ըստ այդմ արդեն կերևա էնդոկրինոլոգի մոտ, ուղեգրում կլինի թե ոչ։ Առավել եւս, երբ որ շաքարային դիաբետի ախտորոշումը աշխարհի ամենահեշտ ախտորոշումն է, ուղղակի անգամ անկախ երեխան քաղցած է թե քաղցած չէ, կարելի է ուղղակի մատից ստուգել շաքարը։ Հա, եթե որոշ դեպքերում պետք է իհարկե առավոտյան երեխային սոված տանես, ապա եթե արդեն սիմպտոմները կան, եթե ասենց արտահայտված ինչ որ ես նկարագրեցի, ինքը արդեն բարձր է լինելու։ Այսինքն էլի օրինակ ուրբաթ օրնա լավ դե երկու շաբթի կգնանք տեսնենք ինչ ենք անում, չէ, չենք ընդունում, որովհետև պուճուրիկների մոտ այս լավ վիճակից ինքը ակտիվ էր, կտրուկ վատացումը շատ վտանգավոր է։ Այ հենց այս նախադպրոցական տարիքի երեխեքի մասն է խոսքը։ Եվ այստեղ անգամ այդ 2 օրը մենք չենք սպասում։ Եթե հենց այս նշաններն են։ Եթե նշաններն։ Մյուս տեսանկյունից ես ուզում եմ նաև նշել, որ հենց այս տարիքի երեխաների լավ աճի ու իրանց առողջության համար շատ կարևոր է այն միջավայրը, որտեղ որ իրանք ապրում են։ Այն սննդամթերքի որակը, որոնք որ նրանք օգտագործում են, բազմազանությունը, այսինքն եթե երեխան սնվում է ցածր որակի սննդով եւ բազմազան չի, այսինքն մեջը չկա սպիտակուցներ, այսինքն մսամթերք կամ կատնամթերք կամ բուսական գոնեցակման բաներ, սպիտակուցներ չկա, բանջարեղեն, մրգեր, այդ դեպքում երեխայի առողջությունը արդեն իսկ վտանգված է։ Այսինքն պետք չի մտածել հաստատ հորմոնալ ինչ-որ շեղում այնտեղ է արդեն կա, հենց այդ վիճակները կարան բերեն հետագային հորմոնալ շեղման, բայց մի հատ պետքա վերանայել միջավայրը, որտեղ որ երեխան ապրում է։ Եթե ընտանիքում կամ հասակակիցների շրջանում ենթարկվում է բռնության եւ ֆիզիկական եւ էմոցիոնալ, այդ բոլորը ազդում են առողջության վրա։ Հենց սոմատիկ առողջ, ոչ թե հոգեկանը, այդ առանձին թեմա է, ես չեմ հոգեբանների դաշնենք, այո։ Բայց անգամ սոմատիկ առողջության վրա, այսինքն մի հատ մինչեւ եթե սուր իմ ասած նշանները չեն, մի հատ sense հետ գնալ ու վերանայել երեխայի մեծանալու միջավայրը։ Կոնֆլիկտներով ընտանիքում կոնֆլիկտները շատ ինչքանով անդրադառնում է երեխու վրա, ինչքանով է երեխան ապահով իր անցքում այդ միջավայրում, դրանք երբեք անտեսել չենք կարող։ Հետևաբար, եթե մենք գործ չունենք այն սուր նշանների հետ, որոնց պարագայում մենք հասկացանք նկատելու դեպքում մենք ցանկալի է անհապաղ դիմել մասնագիտական օգնության եւ նկատում ենք ավելի այսպես տարալուծված, հա, դրսևորումներ, որոնք ժամանակի մեջ դանդաղ, բայց ստաբիլ իրենց մասին լուր են տալիս, այսինքն երեխայի աճը այդքան համարժեք քայլերով տարիքին չի տեղի ունենում, ինքնազգացողություն, թուլություն, տրամադրության փոփոխություններ ենթադրաբար ավելի շատ անկումային, հա, վիճակի մեջ գտնվել։ Այս բոլորը նաև կարող են փաստորեն ցուցիչ դառնալ վերանայելու, թե ինչ միջավայրում է ապրում, ինչպես է սնվում, ինչ բարոյահոգեբանական նաև մթնոլորտում է գտնվում երեխան, եւ այստեղից արդեն կարծես ստացվում է մեդալին հակառակ կողմից ենք նայում։ Վերը բերած երևույթները կարող են անդրադառնալ հորմոնային համակարգի վրա։ Այսինքն մինչև հիմա մենք կարծես հակառակն էինք, հա, դիտարկում հորմոններ, հետո առողջական խնդիրներ։ Հիմա փաստորեն միջավայր, առողջական խնդիրներ, ասենք օրինակ նույն գերքաչը, հա, եւ ինչպես այն կարող է իր հետևից որպես երկրորդային ազդեցություն անդրադառնալ հորմոնալ համակարգի վրա։ Միանշանակ անդրադառնում է ու կապը ավելի հաստատված է, քան հակառակը։ Հա, որովհետեւ հենց եթե խոսում ենք ճարպակալման մասին, միանշանակ ճարպակալումն է բերում էնդոկրին եւ նյութափոխանակության խանգարումների, կանց թե դեպքերը, որ էնդոկրին խնդիրներն են բերում ճարպակալման։ Գիտեք, այն որ ասում է կյանքը առաջվանը չի լինի, հա, ձեր այս խոսքերից հետո, որովհետեւ մենք միշտ սովոր ենք լսել, որ հորմոնալ խնդիրների պատճառով է մարդը երեխան գիրացել։
Դուք հիմա ասում եք, որ հակառակ կապը, որ գիրությունն է դարձել հորմոնային խանգարման պատճառ, արտահայտությունը։ Հա, չէ։ Եվ հետ չեմ կանգնելու։ Բացատրեք, խնդրում եմ, ինչպես է սա աշխատում։ Հեսա բացատրեմ։ Իրականում, հա, մենք ամեն օր ենք ընդունում պացիենտներ եւ ծնողներ, ովքեր որ եկել են ճարպակալման պատճառը գտնելու։ Եվ մեծամասամբ բացահայտում ենք իհարկե ապրելակերպի շեղումներ եւ ոչ ճիշտ ապրելակերպի կանոններ։ Շատ հազվադեպ դեպքերում կան լուրջ էնդոկրին խնդիրներ, որոնց դեպքում կարող է քաշը ավելանալ, բայց դա շատ փոքր մասն է կազմում։ Ու հիմա մենք ապրում ենք այն օրում, այն աշխարհում, որտեղ որ առաջին անգամ ճարպակալման ցուցանիշները ավելի բարձր են, քան անբավարար քաշ ունեցող մարդկանց ամբողջ աշխարհում։ Պատկերացրեք 2022 թվականի տվյալներով մենք աշխարհում ամեն 8-րդ մարդ ունի հավելյալ քաշ։ Ու հենց այդ 22 թվին դա այդպես վերջին ամփոփված տվյալներ, բնականաբար 26-ին ավելի շատ կլինի։ Ու շատ հետազոտություններ են դա փաստել, որ դա ապրելակերպի սխալ կանոններն են։ Բայց այս ճարպակալումը շատ վտանգավոր է։ Ճարպակալումը հատկապես մանկական տարիքում համարյա թե երաշխավորում է չափահաս կյանքում ճարպակալում ունենալը իր ամբողջ վատ բոլոր հետևանքները, որոնք են որ բարձր զարկերակային ճնշում, երջնշում, այսինքն բարձր ճնշումը, բարձր խոլեստերինը, շաքարային դիաբետը, եթե ոչ շաքարային դիաբետ, ապա պրեդիաբետը, ինսուլտների եւ ինֆարկտների հավանականության բարձրացումը երիտասարդ տարիքում։ Այսինքն եթե մենք սովոր ենք դրանք անվանել մեծ տարիքի հիվանդություններ, հիմա այդպես չի։ Բավականին երիտասարդ պացիենտներ ունենում են այս սրտանոթային պատահարները։ Քնի խանգարումները, կոչվում է քնի ապնոե, կամ աղքային, այսինքն հոդային ոսկրային համակարգի հիվանդությունները, ռեպրոդուկտիվ, այսինքն վերարտադրողական սեռական ոլորտի խնդիրները, քաղցկեղների հավանականության բարձրացումը, այսինքն գրեթե ոլորտ չկա, որտեղ որ ճարպակալումը չի ունենալու իր վատ դերը։ Հետ ու ինչքան ու ճարպակալման վատը այն է, որ ինքը ինչքան երկար ժամանակ ունի, այդքան իր վնասը ավելի խորն է։ Դրա համար այստեղ ես ուզում եմ որ բոլորը վախենան, որովհետև ճարպակալումը ռեալ ահասարսուռ հիվանդություն է, վիճակ չի, որը որ բերում է էնդոկրին խնդիրների։ Կան էնդոկրին որոշ հիվանդություններ, օրինակ Կուշինգի հիվանդությունը դա կորտիզոլ հորմոնի գերարտադրությունն է, որի ժամանակ մենակ ճարպակալում չենք տեսնում, լիք ուրիշ խնդիրներ։ Ու հենց դա է, ոնց է բժիշկը հասկանում, ոչ չի այտենց նայում ասում լավ դե, չէ, դու գնա շատ շարժվի, քիչ կեր քնի հարես։ Չէ, կատարվում է զննում։ Զննման ժամանակ օրինակ չափում ենք ճնշումը։ Եթե ճնշումը բարձր չի, եթե մարմնի վրա այս Կուշինգի հիվանդության մասն եմ ասում, մարմնի վրա կարող են լինել մանուշակագույն ստրիաներ, բծեր, զոհեր, փոխվում է դեմքի ձևը, ավելի կլորիկ է լինում, հարցնում ենք արդյոք կապտուկներ հաճախ ունենում, թե չէ, գլխացավեր լինում են, թե չէ, այսինքն տարբեր հարցաշար, որոնք որ մեզ օգնում են մենք գնանք ճիշտ ուղղությամբ։ Ու եթե ախտանշանները նման են, իհարկե երեխային կամ պացիենտին հետազոտել այդ ուղղությամբ։ Եթե կժխտենք, կասենք դե տես էլ ժխտեցինք, ուրեմն մնացածն է։ Եթե չենք ժխտի, արդեն դա լրիվ ուրիշ, կստացի հազվադեպ հիվանդություն է, այդքան էլ հաճախակի չի հանդիպում։ Մյուս էլի խնդիրները, որ կարան էնդոկրին խնդիրները, որոնք որ կարան բերեն ճարպակալման, էլի հազվադեպ են։ Օրինակ կան ճարպակալման գենետիկ տեսակներ, բայց այս այն չի, որ ասում են դա ամբողջ ընտանիքում բոլորը գերեն, չէ, դա չի, այլ գենետիկ շատ հազվադեպ տեսակի ճարպակալումներ, որոնք որ էլի ուղեկցվում են այլ տարբեր անոմալիաներով։ Այսինքն մենք չենք դիտարկում միայն ավելորդ կիլոգրամները, այլև ուղեկցող դրսևորումները, ինչպես նշեցիք, գլխացավից մինչև ստրիաներ մաշկի վրա, հա, որոնք տալիս են պատկեր, որ խոսքը հորմոնալ խանգարման մասին է, որի դրսևորումներից մեկն էլ ավելորդ կիլոգրամներն են։ Այ հիմա լսում էի ձեզ ու հասկանում եմ մի բան, հաճախ եմ սրա մասին մտածում, որ մեզ ծնողներիս ամենախանգարող բաներից մեկը ճարպակալման հետ կապված երկու թյուրում բռնումներ են։ Առաջինը այն, որ մենք ավելորդ քաշից անցում ճարպակալում, այս ընկալումը չունենք եւ չունենք ընկալումը, որ ճարպակալումը հիվանդություն է։ Որովհետեւ նաեւ մեզանում նստած է, որ որքան երեխան թմբլիկ է, թուշիկները կլոր են, հա, այսինքն դա սկսում է վաղ մանկական շրջանից։ Դա լավ է, դա հաճելի է, ասում են գզելու երեխա է, պաճ պչելու երեխա է եւ այլն, եւ այս
համովության ու քաղցրության ֆոնին չնկատել, թե երբ է ավելորդ կիլոգրամը վերածվում ճարպակալության ու չիմանալ, որ ճարպակալությունը հիվանդություն է, որը փաստորեն միայն հիվանդություն չէ, որը այսօր ու այստեղ է որևէ կերպ վնասում։ Եվ ինչպես նշեցիք, որքան երկարում է, այնքան դրա հետևանքները օրգանիզմի կարծես թե բոլոր համակարգերի վրա տարածվում է եւ հետագայում, այսինքն մենք միայն ճարպակալման խնդիր չենք լուծելու։ Մենք նաեւ պիտի դրա հասցրած վնասները կարգավորենք։ Երբ կկարգավորենք, ոնց, մինչեւ արդյոք հնարավոր կլինի բերել, ինչպես ասում են, բազովի նաստրոյկի, հա, այնպես ինչպես պիտի լիներ, թե մենք այդ ճանապարհին կորցնելու ենք ինչ-որ բաներ, միայն ժամանակը ցույց կտա փաստորեն։ Սարսափելի է իհարկե հնչում, բայց մյուս կողմից իհարկե նաև հասկանում եմ, որ այո, մենք այսօր ունենք երկու ծայրահեղություն։ Երբ նկատում ես, որ սննդի չափից շատ արկայությունը, մեր չափից շատ օգտագործող լինելը, հա, որը հաճախ զուգահեռ է գնում անորակ սննդի, fast food-ի, քաղցրեցված, գազավորված ըմպելիքների, էներգետիկ ըմպելիքների, այսինքն այս բոլորը կարծես շարվում են իրար կողք, ու դու նայում ես ու մտածում ես, որ դե ամեն ինչ կարգին է, այսինքն ընտանիքը, հա, միջոցներ ունի, երեխան հաստատ սննդի պակաս չունի, բայց շատ հաճախ նա իսկապես որակյալ սննդի պակաս ունի, որովհետև քանակը ընդունում է, իսկ որակ այնտեղ չկա, կամ այնպես է խախտված ռեժիմը, գիշեր, ցերեկ, առավոտ, միջուտեսներ, անդադար ուտել, միշտ սեղանին դրված է ինչ-որ քաղցրավենիք, չիփսեր, աղի ու քաղցր բաներ, ու այս բոլորը դուք հիմա մի բան նշեցիք, ասացիք երբեմն տեսնում ենք, հա, որ ճարպակալում ունեցող գենետիկայի մասին երբ խոսում էիք, ես ինձ էլ հաճախ որ ասում են, դե տես ծնողները ունեն այդ խնդիրը, երեխան էլ ունի, մի փոքր իմանալով ընտանիքը, անամնեզը, ինձ երբեմն թույլ եմ տալիս ասել, որ ընդհանուր է մի բան, նրանք բոլորը չգիտեն սնվել։ Այսինքն սննդային սովորույթները բացարձակ խախտված են այս ընտանիքում, պլյուս մինուս ես իրանց ճանաչում եմ, հա, եւ այստեղ գենետիկան չի խնդիրը։ Խնդիրն այն է, որ ծնողները երեխային ուղղակի ժառանգել են այդ նույն սննդային ահասարսուր սովորույթները, որոնք ունեն իրենք, հա, եւ տրամաբանական է, որ պիտի ունենայինք այս խնդիրը։ Նախադպրոցական տարիքից անցում են կատարում դպրոց եւ այստեղ երեխաների իհարկե ծանրաբեռնվածության վրա հա նոր բաներ են ավելանում, դպրոցական դասերն են, պարապմունքներն են, նրանց կյանք ավելի մեծ ծավալով գadgetներն են մտնում եւ այլն եւ այլն։ Եվ շատ հաճախ այստեղ էլի երեխայի վատ ինքնազգացողությունը հեշտ է վերագրել առօրյա հոգնածությանը։ Մենք կարող ենք նշել մի երկու կետ, որտեղ միջին վիճակագրական ուղակի հոգնած երեխան, կներեք նման ձևակերպման համար, հոգնածի տակ շատ բան ենք, հա, հասկանում։ Էներգիա չունեցող, նույնը չէ ինչ հորմոնային որևէ խանգարում ունեցող երեխան։ Նախ հենց այս դեռահասության փուլը ամենաանցումային, ամենաբուրըն շրջանն է, հենց նաև ոչ միայն հոգեկան նոր աշխարհայացքներ ձեռք բերելու տեսանկյունից, այլ նաև հենց հորմոնալ տեսանկյունից, այսինքն բազմաթիվ վերադասավորումներ են տեղի ունենում հենց այս փուլում, ու այդ վերադասավորումները հորմոնալ ազդում են իհարկե տրամադրության, էներգիայի մակարդակի, նախասիրությունների ձևավորման վրա, այսինքն մարմնի կամ օրինակ մարմնի փոփոխությունները մենակ արդեն իսկ հերիք են, որպեսզի երեխայի ամբողջ պատկերացումը աշխարհի եւ հենց իր նկատմամբ մի քիչ խախտվի։ Եվ այս բանում ժամանակահատվածում իհարկե երբ որ ասում ենք դե հորմոններն են, այդ արտադրությունը մասնակի ճիշտ է, որովհետև այո հորմոններն են, բայց այդ հորմոնները, ինչպես ասացի, մեր ընկերներն են, այսինքն այո, նորմալ է, որ հորմոնները բերում են այս փոփոխությունների։ Օրինակ, երբ որ դեռահասների մոտ ի հայտ է գալիս ակնե կամ ի հայտ է գալիս գերքրտնարտադրություն եւ այլն։ Դրանք նորմալ փոփոխություններ են, որոնց որ պետքա դեռահասը պատրաստ լինի, որտեղ իրան պատմել ենք, բացատրել ենք, որ այո, քո մարմինը անցնելու այս փոփոխությունները։ Սակայն իհարկե կան նշաններ, կան իրավիճակներ, երբ որ պետքա մի քիչ անհանգստանալ։ Այդ նշանները կլինեն, եթե զգում ենք, որ երեխան իրոք էներգիայի պակաս ունի անընդհատ, ոչ մի բանի հավես չունի, մոտիվացիան միշտ ցածր ունի, ես միշտ հարցնում եմ, երբ որ ծնողները ասում են, այ ինքը ոչ մի բան չի անում, ոչ մի բանի հավես չունի, ասում է հոգնած եմ, մի հարց եմ տալիս, ասում եմ, իսկ երբ որ իր նախասիրությունով է զբաղվում, իր հոբիով է զբաղվում կամ իր սիրած տեղն է գնում, ինքը էլի էներգիա չունի, թե ամենտեղ ակտիվ վազվզում ամեն ինչ անում է։ Հիմնականում 80%-ում ասում են, որ իր սիրած մթնոլորտում ինքը միշտ էլ ակտիվ է։ Դե դա բնականաբար բացառում է շատ լուրջ հիվանդությունների առկայության
միտքը։ Որովհետև եթե լիներ հիվանդություն, անգամ սիրելի միջավայրը, սիրելի նախասիրությունը նրան ակտիվանալ չէր օգնի։ Ու եթե ասում է հենց դեռահասներն ասում է, չէ, անգամ իմ ծիրած գործով զբաղմունքով չեմ կարողանում զուգտել, էներգիա չունեմ, իհարկե ես որպես բժիշկ կանհանգստանամ, արդեն շարունակությունը կգնանք։ Իսկ ծնողը ինչին դե նախ սրան, հենց ուշադրություն դարձնի, որ եթե իր միշտական ծիրած գործով զբաղվելուց էլի չի ոգևորվում եւ էլի էներգիա չունի, իհարկե սա նշան է։ Եվ մյուսը, եթե զգում ենք, որ երեխան գիշերը շատ քիչ է քնում, դե իհարկե նախ պետքա քննարկել, ասենք ինչի չես քնում, չես կարողանում, թե ուղղակի ավելի հետաքրքիր զբաղմունքներ ես գտնում, օրինակ հեռախոսը կամ գիրք կարդալը, չգիտեմ։ Այդ հարցը պետքա քննարկել, տեսնել ինչի չի քնում։ Եթե ասի չէ, փորձում եմ, բայց չեմ քնում, դե դա արդեն անքնություն է, դա էլ արժի մի հատ հետազոտել, հասկանալ։ Բայց ակնածության պատճառներից ամենատարածվածը անբավարար քունն է, որը որ հիմնականում կախված է ռեժիմից ու այդ երեխու կամակորությունից կամ այդ օրվա իր որոշումներից։ Բայց եթե երեխան ուզում է քնի, բայց չի ստացվում, դա էլ է նշաններից մեկը։ Ու եթե վերանայում ենք մի հատ ապրելակերպ երեխուց, ինչ որ ձեր փորձում ենք շտկումներ անել, օրինակ 1-2 շաբաթ փորձում ենք շտկել, բայց մեկը նշանները մնում են, անպայման դիմել բժշկի։ Մյուս կողմից կան նաև այլ նշաններ, օրինակ մազաթափությունը, եթե միանում է, քաշի կորուստը, եթե միանում է, ինչպես նաև չենք մոռանում այն շատախմություն, հաճախամիզություն ու փսխումներ ու քաշի կորուստ։ Այս իրենք այդ պարտադիրներն են, որ հենց լինում է միանգամից բժշկի։ Իսկ այն մնացած ավելի դանդաղ ընթացողները հետևելու կարիք ունեն ու եթե իրենք չեն անցնում, ապա դիմել բժշկի։ Ինչպես նաև աղջիկների մոտ շատ ակնառու նշաններից է, որը որ ստիպում է գալ բժշկի, դաշտանի խանգարումներն են, թեպետ էլի դաշտանի խանգարումները դաշտանի սկզբից մինչև 1.5-2 տարվա ընթացքում համարվում են նորմալ։ Թեպետ էլի պետքա քննարկել, հասկանալ ինչն է նորմալ, ինչը ոչ։ Հասկանալի է։ Փաստորեն, այստեղ էլ մենք նաև տարիքային այս խմբում ունենք վերը թվարկած բոլոր ախտանշանները, որոնց հայտնաբերման դեպքում դիմում ենք անհապաղ բժշկի, մյուսների պարագայում փաստորեն դուք հաստատում եք այն միտքը, որ երբ ծնողներն ասում են դե դեռահաս է, դե հորմոններ են, ըստ էության շատ բան հենց բացատրվում է դրանով եւ տեղավորվում է այդ բացատրության մեջ, հետեւաբար անհանգստանալու մեծ առիթ ու պատճառ չէ, բայց եթե դրան գումարվեցին այդ նույն մազաթափությունը, եթե քաշի կորուստը, երբեմն ես նաև գիտեմ, որ նույն այդ քրտնարտադրության հետ կապված է, դա երբեմն այնքան առատ է ու այնքան սպეციფიկ, որ նույնպես դառնում է պատճառ մասնագետի հետ խորհրդակցելու, սրանք բոլորն էլ ըստ էության ուշադրության արժանի հանգամանքներ են, որոնց հետևից արժի գնալ։ Մենք հիմա թվարկեցինք արտաքին դրսևորումներ, որոնք կարող են հուշել ծնողին, որ պետք է կարելի է անհանգստանալ, մտածել, դիմել մասնագետի։ Բայց եթե խոսենք մի քիչ այսպես ուղիղ կամ անուղղակի իմաստով վիճակագրության մասին, այսօր դպրոցահասակ երեխաները նյութափոխանակության, հորմոնալ ֆոնի հետ կապված հատկապես ամենից հաճախ որ խնդիրների հետ են բախվում։ Ճարպակալում։ Մենք նորից վերադառնում ենք այս նույն թեմային։ Ինչպես նաև քիչ չեն վահանաձև կեղծի խնդիրները, հենց դեռահասության փուլում են դրանք դրսևորվում։ Երևի նորից այդ փոփոխությունների ֆոնի վրա, հա։ Հետո ստրեսների հաճախականությունը այս փուլում ավելի է մեծանում, բայց անպայման չի երեխան ինչ-որ վատ միջավայրում ապրի, անգամ քնությունն էլ է ստրես, կամ ինչ-որ դասընկերոջ հետ կոնֆլիկտն էլ է ստրես, որը որ ինչու՞ չէ կարա նաև բերի որոշ հիվանդությունների, իհարկե դա պատճառ երբեք չի կարող լինել, բայց ինչ-որ մի բանի դրսևորում կամ ինչ-որ վիրուսային երկար ինֆեկցիոն հիվանդությունները կարող են դրթել, որ ինչ-որ մի հիվանդություն, որը որ նախատրամադրվածությունը կար օրգանիզմում, դրսևորվի հենց դեռահասության տարիքում, դրանք կոչվում են հիմնականում վահանաձև կեղծի աուտոիմուն հիվանդություններ, թիրոիդիտն է, այսինքն հիվանդություններ, որոնք որ ի հայտ են եկել, որովհետև մեր իսկ օրգանիզմը ինչ-որ ծրագրային սխալի պատճառով սկսել է մեր վահանաձև կեղծին որպես օտար ընկալել։ Քիչ առանձին կարանք հետո երկար խոսանք, բայց հենց այդ տեսակն է, որ դեռահասների մոտ բավականին հաճախ է հանդիպում։ Եվ ենթադրաբար դրսևորումները վերը թվարկածների շարքից են էլի, հա։ Դաշտանային ցիկլի խանգարումներ, մազաթափություն, տրամադրության անկում, մաշկի չորություն, այտուցներ, քաշի որոշակի ավելացում կարա լինի,
Հա, հիմնականում սրանք են, հասկանալի է։ Մի երևույթ, որը ճիշտ ասած ես այսպես առերեսվեցի ու մի քիչ ավելի կարդալու եւ ուսումնասիրելու պատճառ ունեցա մեր զրույցից առաջ, խոսքը ինսուլինային դիմադրության, հա, ինսուլինառեզիստենտության մասին է։ Եթե անկեղծ հարցը ներառեցի զուտ նրա պատճառով, որովհետեւ չհասկացա ու չկարողացա ձևավորել իմ մոտեցումը։ Արդյոք ինսուլինառեզիստենտությունը միշտ է խնդիր, եւ եթե դու մասնագետից լսում ես այդ ձևակերպումը, ուրեմն սա ուղիղ ազդանշան է, որ զբաղվում ենք, գնում ենք, ինչ ենք անում, չգիտեմ, check-up ենք անցնում, ինչպես է սա աշխատում։ Նախ գաղտնիք ասեմ, որ այն մարդիկ, ովքեր ունեն հավելյալ քաշ ավելի շատ ճարպակալում, ամենայն հավանականությամբ կունենան ինսուլինառեզիստենտականություն, ու երբեմն երբ որ մի քիչ սահմանները բժիշկ պացիենտ, երբ որ ես անցնում եմ, ես ճիշտն ասած ասում եմ, գիտեք ինչ, եթե դուք եք ձեր ինսուլինառեզիստենտականությունը կարող եք ունենալ։ Հետևաբար ինսուլինառեզիստենտականությունը ինքը մարկեր է որոշակի մետաբոլիկ խանգարումների, հեսա կբացատրեմ ինչ, բայց իհարկե դիագնոզ չի, ու երբ որ երեխան կամ մեծահասակը աշխատի քաշի նվազեցման վրա, ապա ինսուլինառեզիստենտականությունը կանցնի։ Որոշ դեպքերում նշանակվում է դեղորայք, բայց ոչ թե ինսուլինառեզիստենտականության համար է նշանակվում, այլ նշանակվում է, եթե օրինակ երեխան կամ մեծահասակը ունի պրեդիաբետիկ, նախադիաբետիկ վիճակ։ Իսկ դա դեռահասների մոտ ցավոք սրտի ավելի հաճախ է հիմա սկսել հանդիպել։ Այսինքն, երբ որ շաքարային դիաբետ չկա, բայց կա նախա պայմանների ժամանակախումբ եւ ժամանակահատված, որի ժամանակ պետք է շուտ սկսել կանխարգելել ու դրա այդտեղ ցուցված է դեղորայքով բուժումը, բայց երբեք առաջին գիծ չի գնում դեղորայքը, միշտ ապրելակերպի շտկումները մտնում են միշտ ամենակարևորն են։ Իսկ ինսուլինառեզիստենտականությունը սա բացատրեմ հաստատ արդեն կպատկերացնենք։ Ուրեմն տեսեք, երբ որ մենք ուտում ենք մի բան, որը պարունակում է ածխաջուր, դա օրինակ խնձորի, կոնֆետի կամ հնդկաձավարի մեջ գտնվող հիմնական նյութն է։ Դա մեր էներգիայի հիմնական աղբյուրն է։ Այսինքն մենք ածխաջուր առհասարակ ինչի ենք ուտում, որը էներգիա, առհասարակ մենք ինչի ենք ուտում, որը էներգիա ունենա, ոչ թե հաճույքի, ոչ թե ձանձրույթի համար։ Բայց դա գլխավորապես էներգիայի պատասխանատու ածխաջուրն է։ Եվ երբ որ մենք ուտում ենք ածխաջուր, գնում է մեր ստամոքսարքային տրակտում, այնտեղ մանրանում դառնում է մեկ մոլեկուլ գլուկոզ, շաքարի մոլեկուլ։ Հիմա այս շաքարը, որպեսզի դառնա էներգիա, դա կախարդական փայտիկի միջոցով չի լինում։ Մտնում է ինքը հատուկ իր գործարան ու այնտեղ գլուկոզից դառնում է էներգիա, բայց sense որ ասում ենք, իրոք կախարդական է թվում։ Հիմա այստեղ դեր ունի ամենամեծ դերը ինսուլինինն է, ինսուլին հորմոնը, որը որ հրաշալի կյանք ապահովող հորմոն է։ Հիմա այս ինսուլին հորմոնը նենց է անում, որ մեր կերածը դառնա էներգիա, որտեղ գլուկոզան գնում է իր ճանապարհը անցնում է։ Եվ երբ որ մենք ու ինքը լավ բաներ է անում, այսինքն ոչ մի պրետենզիա իր հանդեպ չկա, բայց երբ որ մենք շատ ենք ածխաջուր օգտագործում, գլուկոզը շատ է լինում, ինսուլինը հետևից պիտի գա հասցնի, որ այդ ցավ դարձնի էներգիա, բայց մենք հիմնականում այդքան էներգիա չենք կարա։ Հա, ու հետևաբար այդ էներգիան չգիտի ինչ լինի, ինչ հանի, ու այս մեր օրգանիզմը ասում է ստոպ, մեզ այսքան էներգիա պետք չի, մենք չենք ծախսում, մենք ամբողջ օրը նստած ենք բազմոցի։ Անկամ եթե նստածել չենք, դժվար է շատ ածխաջուրը ծախսել։ Այո։ Այսինքն ես չեմ ուզում պիտակավորել նստակյացությունը, որովհետեւ լավ չի։ Չէ, նստակյացությունը լավ չի։ Չէ, դա պիտակավորում են։ Ես ուղղակի ուզում եի հասկանալ մի բան, որ նույնիսկ այն մարդիկ, ովքեր կանոնավոր սպորտով են զբաղվում, միևնույն չի, որ նրանք անսահման գլուկոզայի կարիք ունեն։ Հա, բայց հա։ Ու այդ ժամանակ, երբ որ օրգանիզմը հասկանում է, մի բան պետք է անենք, հիմա մենք չենք ծախսում այս էներգիան, բայց հա գալիս է, ասում է ստոպ, ես անջատում եմ իմ ռեցեպտորները ինսուլինի նկատմամբ եւ ձևավորում է ինսուլին ռեզիստենտականություն, դիմադրողականություն, այսինքն մեր օրգանիզմը ինսուլին էլ չի ճանաչում։ Ինչ որ չափով, երբ 100%-ով չէ, ինչ որ չափով, էլ ասում է ստոպ, ես էլ քեզ չեմ ընդունելու։ Ինչա դրա հետևանքով լինում։ Բայց այդ շաքարը հո գալիս է անընդհատ, չէ՞, այսինքն մարդը շարունակում է ուտել ածխաջուրը։ Ու այդ շաքարը փոխանակ մտներ էներգիա դառնել, մնում է արյան մեջ։ Ու դառնում է հետագայում տարիներ անց, կարող 10 տարի հետո, կարող 5 տարի հետո, կարող 20 տարի հետո, դառնում է շաքարային դիաբետ։ Այսինքն երբ որ շաքարը արյան մեջ բարձր է, եւ դրանովից կես վտանգավոր է։ Այսինքն ի սկզբանե հորմոնի հետ ամեն ինչ կարգին էր։ Նա կբավարարեր անհրաժեշտ քանակությամբ ածխաջրի, հա, վերամշակումը կդարձներ դա էներգիա, բայց քանի որ մենք չարաշահեցինք, օրգանիզմն ասաց, որ մեզ այսքան էներգիա պետք չի, հորմոնը չենք ճանաչում։ Եվ արդյունքում ստացվում է կարծես
շատ սիրողական հիմա պիտի ասեմ, կարծես մեզ վերադարձնում ենք տիպ 1 դիաբետին այն իմաստով, որ հա հորմոնը կարծես եթե այնտեղ հա հասկանում եմ, ուղղակի մեխանիզմը դու ինքդ կարծես խաթարում ես եւ վերում ես նույն իրավիճակն ես ստեղծում։ Հա, տիպ 1-ին կնմանվի, երբ որ այնքան ինսուլին արտադրվի, որ այս օրգանիզմը էլ չկարանա ինսուլին արտադրի։ Այդ ամենատխուր պահն է գալիս։ Հասկանալի է։ Երբ որ բոլոր պաշարները ինսուլին արտադրելու սպառվում։ Բայց դա շատ խոր է։ Հա, չորանանք այդքան, երևի ճիշտ տեղն է ու ժամանակն է ոչ միայն ճարպակալման համատեքստում, հա, որովհետեւ միշտ չէ, որ շաքարի չարաշահումը բոլոր մարդկանց պարագայում ճարպակալման է հանգեցնում, այնուամենայնիվ հիշեցնել, որ ածխաջրերը լինում են երկու տեսակ, պարզ եւ բարդ, պարզը բոլոր շաքարներն են, հա, այն բոլոր կոնֆետները, քաղցրավենիքը, հյութերը, որոնք մենք ու մեր երեխաները օգտագործում ենք, բարդ տիպի ածխաջրերն են բոլոր հացահատիկները, հատկապես, որոնք ավելի երկարատև էներգիայի աղբյուր են, որոնք իհարկե ավելի նախընտրելի են, բայց միևնույն է անգամ դա չի նշանակում, որ երեխայի օրական, հա, 3 հիմնական սննդընդունումները օրինակ պետք է բաղկացած լինեն հաց եւ մակարոն, հաց եւ հնդկածավալ, որովհետեւ երկու պարագայում էլ դա ամբողջ ածխաջուր է, եւ այստեղ դիետոլոգները կխոսեն բալանսավորված ու բազմազան սննդի մասին, որ մեկ սննդընդունումը պետք է սպիտակուց ածխաջուր եւ միրգ բանջարեղեն ներառի, որպեսզի հա որևէ մեկի overdose փաստորեն չափից շատ մենք չունենանք եւ որպեսզի որևէ օրգան համակարգ, որևէ հորմոն չասի ձեռքերս վայր եմ դնում, ես այս ծավալի հետ աշխատել չեմ կարող։ Ու այս համատեքստում ինսուլինը ավելի հեշտ կաշխատի, ավելի ոչ ստրեսային օրգանիզմի համար կլինի, եթե բարդ ածխաջուր մենք ուտենք, ոչ թե անընդհատ պարզը։ Դա անընդհատ պարզը օրգանիզմի համար անընդհատ ստրեսը, անընդհատ ինսուլին թռնում, բարձրանում է ու անընդհատ պիտի մի բան անեն այնտեղ։ Իսկ բարդ ածխաջուրը դանդաղ սիրուն ներդրում է։ Իհարկե ոչ չարաշահում է։ Ահա թե ինչու են նաև հաճախ մանկաբույժները ու նաև դիետոլոգները ասում, հա թե նույն դպրոցականների, մանկապարտեզի տարիքի երեխաների համար ինչքան կարևոր է նախաճաշին այդ նույն վերջ մոռացա վարսակը, բրինձը, հնդկածավալը, հա, որոնք առավոտյան երեխան ուտելով մի քանի ժամ շարունակ էներգիայի աղբյուր է ունենում եւ նաեւ իմացանք, որ փաստորեն դրա պատճառով, որովհետեւ դանդաղ է յուրացվում օրգանիզմի կողմից, ինսուլինն էլ իր հերթին խոճապի չի մատնվում եւ հանգիստ անում է իր գործը։ Արդեն սկսեցինք գունավոր մանկական պատկերներով նկարագրել այս խնդիրը նաեւ մեծահասակների համար։ Այնուամենայնիվ ես մի պահ օգտագործեցի այդ check-up արտահայտությունը վերջին տարիներին մեզանում, հա, եւ փառք Աստծո, կարծես թե նորաձև դարձած մի բան, հատկապես մեծահասակները սիրում են գնալ, հետազոտել երեխաների պարագայում հորմոնների համատեքստում կան ինչ-որ պարտադիր check-up-ներ, որովհետեւ ես հաճախ նաեւ ձեր գոլեգաներից լսում եմ դեպքերի մասին, երբ որ ծնողները գնում են եւ ուղղակի ինչ-որ անիմաստ փունջ են հանձնում հորմոնների, գալիս են դնում են սեղանին այդ պատասխանները, այնինչ դրանց զգալի մասը ոչինչ բժշկին չի ասում եւ բացարձակ անիմաստ է արված։ Երբեմն անգամ խանգարում է, խնդրեմ։ Եթե մեծահասակների դեպքում հիմնավորված է check-up-ներ անելը, որովհետև կան հիվանդություններ, որոնք որ ուղիղ կապված են տարիքի հետ ու նաև ռիսկեր կան, որ օրինակ եթե ընտանիքում կա օրինակ սրտանոթային հիվանդություններ, ապա որոշ տարիքից սկսած պարտադիր պետք է հսկել ճնշումը եւ այլն, նույն շաքարային դիաբետ եւ այլն։ Երեխաների դեպքում նման բան չկա։ Ես խորհուրդ կտամ սկրին check-up-ի փոխարեն ամեն տարի կամ ամեն օր ավելի շուտ վերանայել երեխայի միջավայրը, որտեղ որ ապրում է, իր սնունդը, իր ֆիզիկական ակտիվությունը։ Եթե կան այս նշանները, որոնք որ մենք այս ընթացքում խոսեցինք, իհարկե դիմել մանկաբույժին, հետո տվյալ մասնագետին, բայց մի հատ բանը հավելեմ, օրինակ 15 տարեկանում Հայաստանի Հանրապետությունում առաջնային օղակում կատարվում է սկրինինգ։ Աղջիկները անցնում են սոնոգրաֆիկ հետազոտություն, փոքր կոնքի եւ վահանաձև գեղձի ու շատ մեծ խումբ պացիենտների հենց այդ սկրինինգից է գալիս մեզ մոտ կոնսուլտացիայի, այսինքն երբ որ մի բան նկատվում է, իհարկե նեղ մասնագետը արդեն դիտարկում է, հա ինչպես նաեւ հեմոգլոբինն է որոշվում այդ հետազոտության ժամանակ, այսինքն այդ մինիմալ սկրինինգ արդեն իսկ առաջնային օղակում կատարվում է, իսկ եթե նշաններ չկան, իսկ նշաններ չլինելու մեջ ամենամեծ կանաչ դրոշակը է, որ երեխան ճիշտ աճում է, տարեց տարի աճում է ու այդ արդեն իսկ իր առողջության մասն է խոսելու, որովհետև աճը հենց այն բանն է, որը որ տուժում է, երբ որ երեխայի օրգանիզմը մի բան այն չի։ Եթե երեխան նորմալ աճում է ու այն մնացած բոլոր նշանները չկան, աղջիկների դեպքում նաև սեռական հասունացման եւ դաշտանի խանգարումներ չկան, իսկ տղաների դեպքում նաև սեռական հասունացման ընթացքը ճիշտ սիրուն գնում է,
Չէ, դες չեք։ Պետք չի գնալ որևէ Պրոստը ուղղակի սնունդը թող լինի բալանսավորված, ֆիզիկական ակտիվությունը ռեգուլյար, եթե այդ ամեն ինչ ապահովված է, պիտի որ ոչ մի խնդիր էլ բաց չթողնվի ու ամեն ինչ նորմալ, բայց նաև խրախուսում եմ, որպեսզի պարբերաբար մանկաբույժը զննի։ Այսինքն, մի հատ էլ հարց, բա ոնց ենք հասկանում երեխան լավ է աճում, թե չէ, որովհետև կարող է հարց լինի այլի համեմատենք ընտանիքի մյուս երեխեքի հետ, ասենք դե հա, բայց կարող բոլորն է վատ են աճում օրինակ։ Մենք օգտագործում ենք պերցենտիլային աղյուսակներ։ Այսինքն դնում ենք երեխայի քաշը եւ հասակը կոնկրետ աղյուսակի կետում ու նայում ենք ինքը նորմայի մեջ է, թե նորմայից լրիվ դուրս է, վերև կամ ներքև։ Բայց քանի որ մաման այդ տանը դժվար թե անի, կարևոր է որ պարբերաբար գնա մանկաբույժի մոտ ու մանկաբույժը այդ գործողությունը կատարի ստուգի երեխայի աճը եթե կմտնի պերցենտիլային իր ճիշտ աղյուսակի մեջ հարց չկա մեկ մի հատ էլ շատ կարևոր կետ կա ուրեմն այդ նորմալն ինքը շատ մեծ լայն հասկացողություն է ու այդ լավ է այսինքն ամեն նորմայից բուջուրիկ շեղում չի որ բժշկի ցուցում է բայց մի հատ sense կարմիր դրոշակ կա եթե երեխան գնում է իր նորմայով ամեն տարի աճեց մեկ է մի հատ կետում իր նորմայից իջավ այդա շտապ ասելով էնդոկրինոլոգիայում շտապ դեպքերը քիչ են բայց առանց վարանելու էնդոկրինոլոգի դիմելու կետա պահա հետաքրքիր է ես նկատում եմ որ տարբեր բժիշկներ նույն եզրույթն օգտագործում են ասենք օրինակ լոգոպեդները հա զարգացման մանկաբույժները եթե երեխայի կյանքում կար ընդունակությունների զարգացումների որոշակի փունջ ու մեկ էլ հանկարծ դադարեց կամ կես քայլ հետ արեց ուրեմն սա միանգամից կարմիր դրոշակ է դիմելու մասնագետին հիմա փաստորեն նույնը ասում եք դուք արդեն էնդոկրինոլոգիայի հա լեզվով հետեւաբար եթե մենք փորձենք այսպես ռեզյումե տալ մեր այսօրվա զրույցի մենք ունենք շատ մեր երեխաները ունեն դրական ու կարևոր այսպես նախապայմանների ոչ շատ լայնածավալ պահանջների ցուցակ ասել կուզի բալանսավորված բազմազան սնունդ միջին նորմալ ֆիզիկական ակտիվություն, որը ենթադրում է օրական գոնե 1 ժամ, որքան հասկանում եմ, չէ։ Բակային խաղեր, ինչ որ ակտիվություն, դա կա եթե բարի խմբակ է, եթե սպորտային խմբակ է, եթե ոչ մեկն է, ոչ մյուսն է, ապա բակային խաղերն են, տնային ակտիվություններն են, հա, բայց ամեն դեպքում ֆիզիկական շարժում, գումարած առողջ եւ բազմազան սնունդ, գումարած բարոյահոգեբանական այնպիսի մթնոլորտ, որտեղ երեխաները հնարավորինս քիչ են ենթարկվում ստրեսային գործոնների, ասել կուզի, հա, չգիտեմ, վիճաբանություններ, կռիվներ, երեխայի նվաստացնում, հոգեբանական ճնշման տարբեր դրսևորումներ, այսինքն այս 3 հանգամանքների արկայությունը արդեն են բարենպաստ են, որի վրա կարծես նկարվում է, հա, այդ առողջ մանկություն կոչվածը։ Եվ փաստորեն նաև սրան հակառակ, եթե մենք տեսնում ենք դրսևորումներ, որոնք անհանգստացնում են մեզ, որոնք վերաբերում են մեր երեխայի ինքնազգացողությանը, հոգնածություն է, տխրություն է, մոտիվացիայի անկում է եւ խնդրում եմ սա չշփոթել այն մոտիվացիայի անկման հետ, որ այսօր շատ ենք սիրում միլենիալ ծնողներս մեր զումեր երեխաների մասին ասել, հա, որ չգիտեմ, ոչ մի բան չեն ուզում անել։ Սա շատ ընդհանրական է։ Իհարկե մենք հասկանում ենք, որ խոսքը գնում է իսկապես ուժի եւ էներգիայի բացակայության կամ սակավության մասին, երբ որ դու հասկանում ես, որ դե չէ, նորմալ չի, անգամ իր սիրելի գործը, այնինչ որ նրան պիտի հաճույք պատճառեր եւ ստիպեր, որ նա հիմա ակտիվ լինի, նախաձեռնողականություն դրսևորի, չկա ու չկա, հա։ Այստեղ գումարում ենք իհարկե փսխումները, քաշի կորուստը, գումարում ենք մածաթափությունը, մաշկի չորությունը, ցիկլի խախտումները եւ խանգարումները, այսինքն չափից շատ նաեւ ուշացումը կամ ժամկետների, չէ, խախտումները եւ հաճախանությունը փաստորեն, այո, հանգամանքներ, որոնք նույնպես եւ դուք շատ լավ մի բան նշեցիք ու ես նաեւ սա նկատում եմ ելի տարբեր, հա, մասնագետների խոսքում, որ մենք ծնողներս այսպես մեր երեխայի լավ ինքնազգացողության միջին վիճակագրականը գիտենք կողքի մարդկանց համար դա կարող է ինչ-որ սովորական մի բան թվալ, բայց դու գիտես քո երեխան երբ լավ է, նա ինչպիսին է, եւ հետեւաբար երբ որ այդ լավը գնալով սկսում է պակասել, դա արդեն նույնպես մեզ համար դառնում է կարմիր դրոշակ, որ անհրաժեշտ է դիմել մասնագետի, չգնալ միանգամից հնարավոր աշխարհի բոլոր հորմոնների համար անալիզներ հանձնել, այլ գնալ մանկաբույժի մոտ, մանկաբույժը անհրաժեշտության դեպքում կուղորդի էնդոկրինոլոգի մոտ, բավարարված չեք են մտքից, որ չի ուղղորդում, դուք գնացեք էնդոկրինոլոգի մոտ, բայց թող այդ բոլոր հետազոտությունները հենց մասնագետը ներկայացնի եւ չվախենանք նաեւ
նայել ճշմարտության աչքերին։ Մենք այսօր խոսեցինք ճարպակալության մասին, բայց կան բազմաթիվ խնդիրներ, որոնք մենք համառորեն չենք ուզում ճանաչել իբրև խնդիր։ Մեզ համար դա ինչ որտեղ մեր ծնողական ինքնասիրության դեմ մի բան է, հա, բա ոնց կլինի, ես ամեն ինչ արել եմ, որ իմ երեխան լավ լինի։ Հիմա դուք ասում եք, որ այս ինչ բանը խնդիր է։ Երբեմն այդ մի պահը, երբ որ մեր ծնողական էգոն դնում ենք մի կողմ եւ ընդունում ենք, որ սա կարող է լինել իրապես խնդիր, եւ գնում ենք մասնագետի խոսքի հետևից եւ ոչ թե դիտարկում ենք այն հանգամանքը, որ դե հարևանի երեխան էլ այս տարիքում մոտավորապես նույնը ուներ, դե հորեղբայրը կամ մորաքույրն էլ այս խնդիրը ունեին, ոչ։ Մեր երեխան առանձին կառույց է, առանձին օրգան է, համեմատելի միայն սեփական անձի հետ, եւ հետեւաբար նրա աճի զարգացման գնահատականը տվողը ոչ թե մեր հարևանի կամ բարեկամի երեխայի դինամիկան է, այլ բժշկի խոսքը, հետազոտությունները, միանշանակ, որովհետեւ մենք հաճախ տեսնում ենք, որ եթե նույնիսկ 101% ու ստեղծել ես բոլոր պայմանները, որ քո բոլոր, չգիտեմ, 2, 3, 10 երեխաները ունենան բազային նույն պայմանները, դու հաճախ տեսնում ես, որ լրիվ տարբեր կերպ է, հա, այդ լանդշաֆտը ուրվագծվում եւ հետեւաբար դիմել մասնագետի ցանկացած անհանգստության դեպքում։ Ես ունեի հարց կապված նրա հետ, որ անկախ տարիքից է, մենք ինչին ենք ուշադրություն դարձնում, բայց կարծես թե նաև սա ներառեցինք ու հասկացանք այն մի քանի կարևոր կետերը, որոնց անհրաժեշտ է ուշադրություն դարձնել։ Կա մի բան, որը դուք անպայման կուզեիք ասել, բայց չհասցրինք։ Ես կուզեի երևի դրական նոտայով գնանք ավարտի, որովհետև հիմա բժշկությունը զարգացել է այնքան, որ հիմնականում հիվանդությունները եթե լիովին անգամ չեն բուժվում, ապա առաջարկվում է բավականին լավ օպտիմալ կառավարման մեթոդներ։ Այսինքն, եթե անգամ կա հիվանդություն, որը որ նույն վահանաձև կեղծի խնդիրները, նույն շաքարային դիաբետը, երբ որ մենք ասում ենք, գիտեք ինչ, չէ, դուք մեկա միշտ պետքա հետևեք, միշտ պետքա կառավարեք, չի լինելու այնց կետ, որը որ լրիվ անցնելու է հիվանդությունը։ Բայց մենք պետք է հասկանանք ինչն է մեր նպատակը։ Եթե մեր նպատակն է երեխան լինի առողջ, երջանիկ, լավ կյանք ունենա, ապա հիմիկվա բժշկությունն է, ինչ վերաբերում է մեր ոլորտի հիմնական հիվանդություններին, առաջարկում է տարբերակներ։ Դրա համար ես ուզում եմ խնդրել ծնողներին, որպեսզի միշտ համագործակցեն մեզ հետ, բժիշկների հետ, որպեսզի գտնենք լավագույն մեթոդը հենց կոնկրետ մի երեխու համար։ Ու ինչքան մենք դիմադրենք այդ լուծմանը գնալուն, այդքան կարա ավելի ուշ լինի ու ավելի հնարավորությունները պակասեն։ Էֆեկտիվությունն է չէ կորում հաճախ, երբ որ ուշ է հայտնաբերվում խնդիրը։ Անգամ եթե շուտ է հայտնաբերվել, բայց լուծումն այն ուշ տվել։ Այսինքն այդ վախերը նորմալ են, շատ նորմալ են, թերահավատությունը ինչ որտեղ նորմալ է, բայց մենք ուզում ենք, որ միշտ մեր հետ քննարկվի դա, այսինքն միշտ բոլոր վախերը մեր հետ քննարկվի ու կարողանանք ամենալավ լուծումը տալ տվյալ դեպքի համար։ Եվ մյուս բանն եմ ուզում ասել, որ ուղղակի մեր թեման չի, բայց սեռական հասունացման այդ նորմերը, որ այսինքն եթե դեռահասության ժամանակ կոնկրետ տարիքային նորմերից դուրս է սկսում սեռական հասունացման նշանները, դա էլ է խնդիր։ Օրինակ աղջիկների մոտ մինչև 8 տարեկան պետքա սեռական հասունացման նշան չլինի։ Տղաների մոտ մինչև 9 տարեկան պիտի չլինի։ Եվ աղջիկների մոտ պետքա նենց լինի, որ մինչև 13 տարեկանը սեռական հասունացման առաջին նշանիկը գոնե պետքա լինի։ Տղաների մոտ առաջին նշանիկը պիտի մինչև 14 լինի։ Այդ պետքա հիշել, որովհետեւ եթե այդ դիապազոնում առաջին նշանիկները չեն եղել, դա էլ է առիթ, որ կդիմենք բժշկի։ Հաստորեն տղաների, աղջիկների բարեկայում, եթե մինչև 8 տարեկանը կան առաջին նշանները, սա խնդիր է, եթե մինչև 13 տարեկան չկան առաջին նշանները, սա խնդիր է։ Տղաների բարեկայում, եթե մինչև 9 տարեկան կան, խնդիր է, սեռահասունացման առաջին նշաններ, ու եթե չկան մինչև 14 տարեկան, սա նույնպես խնդիր է։ Հետևաբար այս ժամանակահատվածներին նույնպես պետք է ուշադիր լինել։ Ու առաջին նշանը իհարկե աղջիկների դեպքում դա դաշտանը չի, տղաների դեպքում էլ թրաշը չի։ Այսինքն այդ ակնառուներն են գուցե։ Աղջիկների մոտ կրծքագեղձերի զարգացումն է, տղաների մոտ ամորտիների մեծացումն է։ Այդ երկուսն են ստարտը։ Այո, որ պետք է այդ դիապազոնում լինի։ Այդ ժամանակահատվածում դրանք բայց օրինակ եթե աղջիկա մոտ 12.5-ում սկսել է այդ առաջին նշանը, հա, դաշտանը կարա 13-ից հետո ընկնի, նորմալ է։ Կամ եթե տղայի մոտ ամորտիների զարգացումը 13.5-ում է,
նորմալ է, որ իր մոտ թրաշը իր հասակակիցների հետո մի քիչ ավելի ուշ կլինի, այո, բայց գոնե առաջին նշանները այդ ժամանակահատվածում, ինչը նույնպես փաստորեն չի նշանակում, հա, որ եթե երեխան 8-9 տարեկան է, ուրեմն պետք է վազել մասնագետի մոտ ու ասել, որ գիտեք առաջին նշանները չկան, այսինքն մենք այստեղ տեսնում ենք, որ այդ ժամանակահատվածը կա սպասելու, վերահսկելու, բայց գոնե չուշացնելու։ Այս տրամաբանությամբ Իրինա, շատ շնորհակալ եմ այս զրույցի համար։ Ես հիմա հասկացա, որ եթե ես բռնեմ այս խոսակցության եզրը, մենք մտնելու ենք ուրիշ դաշտ եւ մեր զրույցը արդեն 1 ժամ է ձգվել, ավելի շատ ենք խոսելու։ Ես շատ շնորհակալ եմ մեր այս հանդիպման համար, ուզում եմ հիշեցնել, որ մեր այսօրվա քննարկման հյուրն էր Մուրացյան համալսարանական հիվանդանոցային համալիրի մանկական եւ մեծահասակների էնդոկրինոլոգ, Երևանի պետական բժշկական համալսարանի դասախոս Իրինա Մուրադյանը, եւ ես մեր այսօրվա զրույցից հասկացա, որ սա առաջինն էր, բայց վերջինը չէ, մեզ առնվազն եւս մեկ հանդիպում է պետք։ Շուտով մեր այս զրույցի տեքստային բովանդակությունը նաեւ հասանելի կլինի UNICEF-ի սոցիալական հարթակներում, այնպես որ եղեք ուշադիր, մենք այդ կտարածենք եւ դուք ցանկության դեպքում կարողանաք ավելի մանրամասն կարդալ, ուսումնասիրել, ուղարկել մարդկանց ու կարծում եք, որ նյութը հետաքրքիր ու կարևոր կլինի, իսկ մենք հրաժեշտ ենք ձեզ տալիս 1 ամիս անց հանդիպելու խոստումով, լավ մնացեք, իսկ ես գնամ անջատելու մեր լայֆի կոչակը, այո, քանի որ նման օպցիա դեռ չկա հերվից դա անել չի։ Ավելի դինամիկա է հաղորդում, այո։ Հա, ձեզ էլ շնորհակալություն, որ նայեցիք։ Սուպեր։